Որքան դու թոշակ կստանաս Գերմանիայում, եթե օրինակ 40 տարի անընդմեջ աշխատել ես եւ ստացել ես միջին աշխատավարձ, որքան կստանաս բարձր աշխատավարձի դեպքում, իսկ եթե ամբողջ կյանքում լոտրություն ես արել, բառադի ֆռացել ես եւ ոչ մի օր չես աշխատել, կստանաս արդյոք այս դեպքում թոշակ։ Այս ամենի պատասխանը դու կստանաս այս տեսանյութում։ Իսկ ձեզ շացրելի Ֆրաուլ Ալայանն է, ով թոշակի պետք է անցնի 67 տարեկան հասակում։ Գնացին։ Գերմանիայում թոշակը երկար տարիներ համարվում էր անվտանգ ապագայի երաշխիք։ Աշխատում ես ամբողջ կյանքում, հետո հանգիստ ապրում ծերության տարիներին, բայց այսօր հարց է առաջանում, թե արդյոք թոշակը բավարար է նորմալ ապրելու համար։ Առավել մտահոգված են հատկապես կանայք, միայնակ ծնողները, ցածր աշխատավարձ ստացողները եւ քրոնիկական հիվանդություն ունեցող մարդիկ, քանի որ հենց այս խմբերն են համարվում ամենախոցելի։ Ինչպես արդեն նշեցի, Գերմանիայում պաշտոնապես թոշակի տարիքը հիմնականում 67 տարեկանն է։ Սա նշանակում է, եթե դու աշխատում ես մինչև սահմանված տարիքը, ստանում ես ամբողջական պետական թոշակ։ Դու կարող ես ավելի շուտ թոշակի անցնել։ Դա բնական է, օրինակ 63-ից կամ 64 տարեկանից, բայց այս դեպքում քո ամսական թոշակը սովորաբար ամբողջ կյանքի ընթացքում կրճատվում է, ցավոք։ Օրինակ, եթե մարդը 3 տարի շուտ դադարում է աշխատել, կարող է կորցնել իր թոշակի ավելի քան 10%-ը։ Շատ ցավալի է։ Լավ, իսկ ինչ է տեղի ունենում, երբ օրինակ մարդը հիվանդանում է կամ հոգեպես կամ ֆիզիկապես իր վիճակի չէ աշխատել մինչև 67 տարեկանում, հա։ Այս դեպքում Գերմանիայում կա այսպես կոչված աշխատողնակության կորստի թոշակ։ Այս թոշակը տրվում է այն մարդկանց, ովքեր հիվանդության կամ հաշմանդամության պատճառով այլևս չեն կարող աշխատել։ Այս թոշակը ստանալու համար դու պետք է բժշկի կողմից հատուկ տեղեկանք ներկայացնես, որը հավաստիացնի, որ դու վիճակի չես ընդհանրապես աշխատել։ Բնականաբար դա բավական երկար է տևում եւ բյուրոկրատիան շատ է։ Այս դեպքում տրվող թոշակի չափը կախված է մի քանի գործոնից։ Օրինակ, քանի տարի ես աշխատել, որքան ես վաստակել, որքան գումար է վճարվել թոշակային ֆոնդին, ու այս դեպքում թոշակը կազմում է մոտ 900-ից 1300 եվրո մաքուր գումար, իսկ որոշ մարդիկ անգամ ստանում են շատ ավելի քիչ։ Այս պատճառով հիվանդությամբ պայմանավորված անաշխատունակությունը կարող է բերել ֆինանսական խնդիրների եւ հանգեցնել աղքատությանը։ Դա բնական է։ Իսկ լավ, ինչից է կախված թոշակի չափը։ Գերմանիայում թոշակը ֆիքսված գումար չէ, այն կախված է մի քանի կարևոր գործոններից։ Օրինակ, եթե որքան ժամանակ ես աշխատել, որքան շատ աշխատանքային ստաժ ունես, այնքան բարձր է թոշակը բնականաբար։ Պակաս կարևոր չէ նաև, թե այդ տարիների ընթացքում որքան ես վաստակել։ Բնականաբար բարձր աշխատավարձ ստացող մարդիկ սովորաբար ավելի բարձր թոշակ են ստանում։ Թոշակի չափի վրա ազդում է նաև երեխաների խնամքի առկայությունը, քանի որ երեխաների խնամքի տարիները մասամբ համարվում են աշխատանքային շրջան։ Հատկապես սա կարևոր է մայրերի համար, քանի որ երեխաների խնամքի տարիները հաշվարկվում են որպես թոշակային միավորներ։ Բայց երեխաների խնամքն ունի նաև բացասական կողմը, շատ կանայք երեխաների պատճառով երկար տարիներ պարզապես չեն աշխատում կամ էլ աշխատում են միայն կես դրույքով։ Դե պարզ է ինչու։ Դրա պատճառով էլ նրանց թոշակը միջինը ցածր է տղամարդկանց թոշակից։ Բացի այդ, կանայք միջինը 25% ավելի քիչ գումար են ստանում նույն աշխատանքի համար, քան տղամարդիկ։ Այո, անգամ առաջադեմ Եվրոպայում արդիական է այս խնդիրը։ Իդեպ, բարձրագույն կրթության տարիները նույնպես մասամբ հաշվի են առնում թոշակի մեջ, բայց միևնույն ժամանակ երկար ուսուցումը նշանակում է կարճ աշխատանքային տարիներ, հետևաբար քիչ թոշակ։ Պարադոքս, հա։ Իդեպ, վիճակագրության համաձայն ամեն տարի ավելանում է այն մարդկանց թիվը, ովքեր ծերության ժամանակ ապրում են աղքատության մեջ կամ դրա վտանգի տակ են։ Շատ թոշակառուներ ստիպված են շշեր հավաքել փողոցներում, պատկառելի տարիքում շարունակում են աշխատել կամ էլ պետական օգնություն են խնդրում։ Շատ մասնագետներ համոզված են, որ գերմանական թոշակային համակարգը ճգնաժամի եզրին է։ Այդ մասին են վկայում մի քանի գործոններ, որպես օրինակ այն, որ Գերմանիան ծերանում է։ Ծնելիությունը
Տնտեսությունը նվազում է, քիչ երեխաներ են ծնվում, այսինքն քիչ հարկատուներ, երիտասարդներն ավելի քիչ են աշխատում, վճարում են ավելի քիչ համակարգին, իսկ թոշակառուների թիվը սրընթաց ավելանում է եւ ավելանում։ Իսկ ինչ լուծումներ են առաջարկում քաղաքական գործիչներն ու մասնագետները, օրինակ ավելի երկար աշխատել։ Իդեպ այս պահին քննարկվում է թոշակայինի շեմը մինչև 70 տարեկան բարձրացնելու հավանականությունը։ Քննադատներն իրենց հերթին հակաճառում են, թե այդ օֆիսում կարող ես մինչև 70 տարեկանը աշխատել, բայց ֆիզիկապես ծանր աշխատանք կատարող մարդկանց համար դա պարզապես տանջանք է, հա։ Ու շատ մասնագետներ խորհուրդ են տալիս մասնավոր թոշակային ապահովությունից օգտվել, նետումներ անել, անշարժ գույք կուտակել, գործատուի թոշակային ծրագրերին մասնակցել։ Կարճ ասած, մեզ խորհուրդ են տալիս լինել չաղ եւ բախտավոր ու չլինել աղքատ եւ հիվանդ։ Իդեպ ես օրերս մի տեսանյութ էի հրապարակել, որտեղ պատմում էի Գերմանիան լքելու պատճառների մասին եւ այդտեղ խոսում էր հենց այն մասին, որ շատ թոշակառուները հեռանում են Գերմանիայից եւ իրենց գերմանական թոշակներով կարողանում են բարձր կյանքի որակ ունենալ միայն Գերմանիայից դուրս։ Լինքը նկարագրության մեջ։ Լավ, հիմա թոշակը հաշվարկենք օրինակների վրա։ Հետաքրքիր է, չէ՞։ Եթե դու Գերմանիայում աշխատել ես օրինակ 40 տարի եւ ամբողջ ժամանակ ստացել ես մոտավորապես 3000 եվրո բրուտո կեղտոտ աշխատավարձ ամսական, ապա քո պետական թոշակը մոտավորապես կլինի 1400-ից 1700 եվրո բրուտո թոշակ ամսական։ Իսկ հարկերից եւ ապահովագրությունից հետո քեզ կմնա 1250-ից 1500 եվրո նետո մաքուր թոշակ։ Բնականաբար սա միայն մոտավոր հաշվարկ է, բայց այո, Գերմանիայում թոշակներն էլ նույնպես հարկվում են։ Գրեք կոմենտներում ձեր երկրներում են թոշակները հարկվում, թե ոչ, կարծեմ Հայաստանում չի էլ հարկվում, հա։ Իդեպ Գերմանիայում նույնիսկ 40 տարվա աշխատանքից հետո 1300-1500 եվրո նետո թոշակը շատ մեծ գումար չի համարվում, հատկապես եթե մարդը ապրում է Բերլինում, Համբուրգում, Մյունխենում, այնպիսի քաղաքներում, որտեղ վարձը համեմատաբար բարձր է։ Այս դեպքում միայն բնականի վարձը եւ կոմունալ վճարները կարող են խլել 700-ից 1000 եվրո, այո, շատ դեպքերում նաեւ շատ։ Համեմատության համար, եթե մարդը Գերմանիայում գրեթե չի աշխատել, պաշտոնական աշխատանքային ստաժ չունի, կրթություն չունի, ամբողջ կյանքում հիմնականում ապրել է սոցիալական օգնություններով, այս դեպքում նա նորմալ պետական թոշակ գրեթե չի ստանա, բայց այս դեպքում ծերության ժամանակ մարդը հիմնականում անցնում է Grundsicherung im Alltag, այսինքն ծերության սոցիալական օգնության հույսի վրա։ 2026-ի մոտավոր հաշվարկներով միայնակ մարդը կարող է ստանալ մոտավորապես 560-ից 700 եվրո ձեռքի գումար։ Բնակարանի վարձի եւ կոմունալների մի մասը նույնպես կվճարի պետությունը։ Այսինքն ընդհանուր աջակցությունը կարող է կազմել 1000-ից 1500 եվրո ընդհանուր գումար։ Այսինքն աշխատես 40 տարի, թե ոչ մի բան չաշխատես, ստանում ես գրեթե նույն գումարը, մեկը արդար քրտինքով վաստակած թոշակի տեսքով, մյուսը սոցիալական օգնության տեսքով։ Մի տեսակ անարդար է, բայց ինչու է պետությունը վճարում նույնիսկ եթե մարդը ոչ մի օր չի աշխատել։ Գերմանիայի սոցիալական համակարգի գաղափարն այն է, որ նույնիսկ ծեր մարդը չպետք է մնա փողոցում կամ սոված լինի։ Այդ պատճառով պետությունը ապահովում է նվազագույն գոյատևման մակարդակ, բայց կան նաև բնականաբար սահմանափակումներ, եթե մարդը ունի մեծ խնայողություններ, երկրորդ բնակարան, բարձր եկամուտ ունեցող ընտանիքի աջակցություն, ապա սոցիալական օգնությունը կարող է կրճատվել, բնական է, հա։ Այսինքն, որպեսզի մնաս պետության 100%-անոց աջակցության հույսի վրա, դու պետք է ոչինչ չունենաս, իսկ քո երեխաներն էլ պիտի քյասիպ լինեն։ Իսկ եթե դու օրինակ 5000-ից 6000 եվրո բրուտո գումար ես աշխատել, 40 տարվա աշխատանքային ստաժ ունես, այդ դեպքում պետական թոշակը կարող է հասնել 2200-ից 2800 եվրո նետո, եւ դու կարող ես քո ծեր ոսկորները իսպանական ափերին արևին տալ։ Իդեպ բացի պետական թոշակից կա նաեւ պետական ծառայողների համար կոչվող պենսիոն թոշակները, որոնք ավելի բարձր են։ Դուք էլ գրեք, որքան է կազմում թոշակը ձեր երկրում եւ ինչ է լինելու մեր վերջը։